Նիկոլ Փաշինյանը այլևս բաց ասում է, ես եմ կառավարությունը, ես եմ դատական համակարգը, ես եմ խորհրդարանը, ես եմ ամեն ինչը, այնպես որ այն ինչ որ ինքը հայտարարեց Ստրասբուրգից, որևէ կերպ չի տարբերվում այն սլենգից, այն բառամթերքից, որ ինքը օգտագործում է ազգային ժողովում։ Ի վերջո մենք տեսանք, որ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը սենց մի հատ անարգանքի սյունին կամեց, քիչ էր մնում գնար մի երկու հատ չափալախեր եվրոպացի այն падգամավորին, ով հանդգնություն ունեցավ իրան հարց տալ եւ հարցի մեջ հնչեցնել Մեղրու Միջանցք, տեսակ չէ, բմբլահան արեց այն բիձուն, ասեց էս ինչ եք ասում, էս ինչ լեքսիկոն եք օգտագործում, ինչ Զանգեզուրի Միջանցք, բա մի հատ գնայիր Մակում Ալիևը, որ քո ներկայությամբ 10 անգամ ասեց Զանգեզուրի Միջանցք, մի հատ Ալիևի քկնճիթից բռնեիր, խփեիր պատին, ոնց որ Ստրասբուրգում են տարեց եվրոպացի падգամավորին, քիչ էր մնում մասնատեիր, բա Ալիևին ասեիր, այն մարդը կրկնել է Ալիևի լեքսիկոնը, Զանգեզուրի Միջանցք, կրկնել է, որովհետև Մակի դահլիճում նստած դու Ալիևին չես ասել, դու ստում ես, ընդամենը թեթևի մեջ լայցոտ ձևակերպել ես, որ կա կոնֆլիկտային լեքսիկոն, որը փչացնում է խաղաղության բերկրանքը։ Հասկանալի է, չէ, որ այդ բեբականացումը Ստրասբուրգ շոուի դա իր լսարանին ուղված անհաջող թատերական մոնո ներկայացում էր։